Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Ընդդիմությունն ասում է, որ այս փաստաթղթով Ադրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջում, այսինքն փոխզիջման մասին խոսք չկա, ավելին այս փաստաթուղթը երկրորդ կապիտուլյացիա է, ինչպես կարող եք արձագանքել։ Դե երկկողմանի փաստաթուղթը ոնց կարա երկկողմ կապիտուլյացիա լինի։ Այսինքն եթե մենք երկկողմ բոլորից երկուսիս համար հավասար բան ենք պայմանավորվում։ Դու չես պայմանական, դու չես ձեռ տալիս այս միկրոֆոնին, ես ձեռ չեմ տալիս այս միկրոֆոնին։ Հիմա դրա կապիտուլյացիան ո՞րն է։ Իրանց պայմանն է, որ այս միկրոֆոնին ձեռ չտա, չէ, մեր պայմանն էլ է, որ այս միկրոֆոնին, այս սահմանին ձեռ չէ։ Հիմա պայմանական գրված է, որ Հայաստանը այս գծից այս կողմ Հայաստանը, այս գծից այն կողմ Ադրբեջան։ Ի՞նչն է դրա կապիտուլյացիան։ Իրենք հայցերը հետ կանչելու են միջազգային։ Բա ինչ պետք է անեն։ Բա եթե կրկնում եմ, քանի անգամ կարելի է այդ նույն բանի մասին խոսել, բոլոր պայմանական, այտենց կետ չկա, որ գրած է իր հերթին պայմանական, չգիտեմ, հնարում եմ հիմա Հայաստանը միակողմանի, այտենց բան չկա։ Կողմերը պարտավորվում են, կողմերը պարտավորվում են Հայաստանի Հանրապետության Բայց պարոն Սիմոնյան, նոյեմբերի հայտարարությունն էլ էր, չէ՞, այդպես երկկողմանի, բայց Ադրբեջանը բոլոր Չէ, երկկողմանի չէր։ Հայաստանի տարածքում Լաչինի միջանցք կար։ Չէ, գերիների մասով։ Հա, գերիների մասով կար, եւ ադրբեջանական կողմը չի կատարել այդ պարտավորությունը եւ նոյեմբերի 9-ի փաստաթղթի մեջ գրեթե այդ 9 կետից երևի մեծ մասը չէ, ամբողջությամբ չի կատարել այդ փաստաթուղթը, այդ հայտարարությունը։ Այո, եւ բայց ի՞նչ կապ ունի Հայաստանի կողմից։ Մենք մեր պարտավորությունները ոնց կատարել ենք, մենք մեր պարտավորությունները կատարելու ենք։ Բայց դուք ինձ հարցնում եք, ասում անդիմությունը ասենց, ես ասում եմ, այն ինչ որ մենք պայմանավորվել ենք, այն ինչ որ համաձայնեցրել ենք, համաձայնեցրել ենք երկկողմանի, հիմա պայմանական, որ ընդդիմության կարկառուն դեմքերը, բան պայծառ ուղեղները գնային ինչ որ բան պայմանավորվեին, իրանք ուրիշ ձև էին պայմանավորվելու, նույն ձև էին պայմանավորվելու, եւ նույն ձև էլի Ադրբեջանը կարար կատարել։ Հարցը ձեր հնչում նրա մասին, արդյոք Հայաստանը միակողմանի բանա զիջել, արդյոք այդ զիջում կամ ոչ զիջումը կամ ինչ որ բանը, որը որ եղել է պայմանավորված կապիտուլյացիա է եւ կարելի է համարել, որ միակողմանի, ասում եմ, տար չկա այնտեղ գրված, որ վերաբերվում է միայն Հայաստանի Հանրապետությանը եւ չի վերաբերում Ադրբեջանի Հանրապետությանը։ Պարոն Սիմոնյան, Ռուսաստանից ողջունեցին խաղաղության պայմանագրերը Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակը, բայց միևնույն ժամանակ հիշեցնում են 2020-22 թվականների 3 երակողմ հայտարարությունները։ Սա ենթադրում է, որ իրենք ամեն դեպքում ինչ-որ վերապահում ունեն այս համաձայնեցված կետերի շուրջ։ Ես չգիտեմ, երևի հիշել են, որ իրանք այնտեղ պետք է խաղապահ ունենային, որ պետք է Ղարաբաղի ժողովրդին պաշտպաներ, երևի հիշել են դա, երևի հիշել էին, որ պետք է Լաչինի միջանցք կլներ, իրանք պետք է այնտեղ կանգնած լինեին։ 9-րդ կետի հետ մենք խնդիր չունենք, իրենց նախագահի հրամանագիրը կա, որով ինքը դիմում է Հայաստանի Հանրապետության, գրված է, որ ինքը պետք է դիմել Հայաստանի Հանրապետությանը, որ Հայաստանի Հանրապետությունը իրանց այդ ինֆորմացիան տրամադրի, որ իրանք կարողանան բանան։ Մենք պատրաստ ենք հիմա էլ տրամադրենք այդ ինֆորմացիան, ինչ խնդիր կա։ Հայաստանի, տեսեք, վերջացնեմ էլի։ Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ կա մի միջանցքի մասին խոսույթ, դա Լաչինի միջանցքն է, որը չկա այլևս, այսօր չկա։ Այդ իրանց պատասխանելու հարցն է։ Ընդհանրապես 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 թող պատասխանեն, ես 9-րդ հարցի պատասխանը Հայաստանը բազմիցս տվել է եւ հիմա էլ է պատրաստ տալ։ Բայց ես չգիտեմ Ադրբեջանը արդյոք, չգիտեմ Ադրբեջանը քննարկել է, Ադրբեջանը ուզում է, որ տենց բան լինի։ Ես տպավորություն ունեմ, որ Ադրբեջանը չի ուզում եւ Ադրբեջանը մշտապես խոսում է, որ երրորդ կողմ չլինի եւ այս համաձայնագրով նաեւ երրորդ կողմ եք դուք մենակ եվրոդիտորներին հասկանում։ Երրորդ կողմը դա նույնպես երկկողմանի է, չի կարող որևիցե երրորդ կողմ լինի մեր սահմաններին։ Բա ռուսները երրորդ կողմ չեն։ Դե բա ոնց ստացվեց։ Չէ, իրանք ասում առիթն է, բայց երրորդ կողմերից չի եվրոդիտոր պետք է չլինի։ Գրած է երրորդ երկրն է, վերջացավ, բա Ռուսաստանի երրորդ երկիր չի, բայց ոնց է ստացվում, որ Ադրբեջանը համաձայնեցնում է մեր այդ մի փաստաթուղթ, որտեղ ֆիքսում է, որ երրորդ կողմ պետք է չլինի, բայց դուք միևնույն ժամանակ եւ ռուսական կողմը միևնույն ժամանակ հղում է անում նոյեմբերի 9-ի վրա եւ փորձում է, չնայած նրան, որ չկա տեղ գրված միջանցք բառ, փորձում է այդ միջանցքային տրամաբանությունը մեզ բան անել։ Հայաստանի Հանրապետությունը ասել ենք բազմիցս, հիմա էլ ենք ասում, որևիցե փաստաթղթում նման բան
չի ստանձնել։ Հայաստանի Հանրապետության միջով անցնող ճանապարհները կարող են լինել միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության, ինքնիշխանության եւ իրավասության տակ։ Ուրիշ տարբերակ չի քննարկվել, չի քննարկվում եւ չի քննարկվելու մեր համար, դա բազմիցս հայտարարել ենք, նույնիսկ Ալիևը սրան պատասխանել է, ասել է, որ ասում են միջոնց, դուք եք դեն ժղայնանում, ես դա նկատի չունեմ։ Կա դրա տեսագրությունը կա, բայց դե անկախ հեռուստաընկերությունները դա չեն դնելու, մի հատ լավ բան ասեն մեր մասին։ Ռուսական կարող է վերաբերել։ Ինչ կապ ունի ռուսական բազա։ Դա մենք մեր սահմանին կանգնած չեն։ Մենք մեր սահմանին կանգնած չեն, չէ։ Թուրքական սահմանին այսինքն։ Մենք հայ Թուրքիայի հետ ինչ կա գործ ունենք, մենք Թուրքիայի չենք պայմանագիր կնքել, հայ-ադրբեջանական սահմանի մասին է խոսքը։